բարև ձեզ սիրելիներս իմ YouTube-յան եւ Instagram-յան ալիք։ Ինչպես ձեզ խոստացել է ամեն անգամ, իհարկե առիթից առիթ, որտեղ ամեն օր դուրս չեմ գալի տանից, գործերով դուրս գալուց առաջ տեսնեմ ինչ եմ հակել, իմ զգեստս ձեզ ցույց կտամ։ Այսօրվա իմ լուկը սա է։ Սա իմ քաղաքացուն է։ Գիտեք երեխեք, երբ որ դուք հավանում եք ինչ-որ մի բան, դա կապ չունի գինը, ինքը թանկ է, ժան է եւ այլն, դուք կարող եք հագնվել 10 եվրոյանոց ինչ-որ մի տաբար եւ ձեզ մեջը լավ զգաք։ Դե բնականաբար արդեն 25 տարի ես այս հավաքածուն ունեի եւ ես սովորել էի դրան, բայց հիմա կամաց-կամաց պետք է հետ սովորեմ, որովհետեւ ես արդեն աշխատելու եմ, պայմանագիր եմ ստորագրել ուրիշ հավաքածուի հետ, բայց ուզում եմ ձեզ ցույց տալ իմ վերջին սեզոնի կոստյումը եւ տաբատը։ Շատ շատերը մտածում են, որ ամբողջությամբ նույն գույնը գեղեցիկ չէ, սխալվում եք, ինքը ավելի ձեզ սլացիկ է ցույց տալիս։ Ուղղակի խորհուրդ ունեմ, եթե ունեք մի քիչ կալորիկություն, իմ նման, կարող եք հագնել մոնոտոն գույն, այսինքն ամբողջը նույն գույնին, բայց չպիտի ընկնեք էքստրեմների տակ, որպեսզի լինի շատ դասական։ Կարող եք սպորտային ջինսից տաբատ, ջինսից վեր, ինչ-որ մի վերնաշապիկը սպիտակ, կարող եք դա, բայց եթե ուզում եք հագնել պիջակ, կոստյում եւ տաբատը, ինչ-որ մի օրիգինալ մի բան, կարող եք այսպես հագնել, սա ավելի շատ կլասիկ, դասական եւ սպորտային ոճ է, քանի որ ինքը մի քիչ ծաղիկներ կան եւ այլն, եւ գնաք ձեր հանդիպմանը։ Բայց ես սա նաեւ հագնում եմ ուրիշ վերնաշապքի, սպիտակ տոպիկների, սևի հետ կարող եք հագնել, ինչու՞ չէ, պարտադիր չի որ գտնենք ծաղիկի գույնը եւ հագնենք այն։ Ահա եւ իմ այսօրվա լուկը սիրելիներս։ Այսօրվա իմ լուկը ծաղիկներ, գարուն եւ շուտով ամառ